Դատարանը բավարարել է միջնորդությունը քննիչի 2 ամիս ժամկետով երկարաձգել է, միակ բանը, որ արձանագրել է, դա բժշկական օգնության իրավունքն է, որ պարտադրեց քննիչին եւ բոլոր մարմիններին, որպեսզի ապահովեն քաղաքացիական հիվանդանոցում իր բժշկի մոտ բուժում ստանալու իրավունք։ Որոշումը նոր եմ ստացել, դեռ չեմ կարդացել, չգիտեմ մնացածը ինչպես է հիմնավորել, բայց իրավաբանորեն կարող եմ պնդել, որ այստեղ քրեական գործ չկա, բառեզբոնի իմաստով։ Թե առաջին նիստի ժամանակ ներկայացված միջնորդության, թե սրա շրջանակներում մանրամասն մենք վեր ենք լուծել ամբողջ մեղադրանքը, ընդամենը մեկ օրինակ բերեմ, որ պատկերացնեք, անգամ իրավապահ մարմինները չեն կարողանում որոշել, ի վերջո պետական գաղտնիք է, թե չէ։ Սկզբից հաղորդում են տալիս գաղտնիք, հետո ասում են այլ տեղեկատվություն, հետո որոշում են, որ պետական գաղտնիք է, երբ որ փորձում ենք այս հարցադրումները ներկայացնել եւ պարզաբանում ստանալ, չկա։ Իսկ դատարանը ընդամենը արձանագրում է, որ այս փուլում ես այդ աստիճան խորությամբ չեմ կարող անդրադառնալ։ Իհարկե դա փախուստ է ընդամենը իր լիազորությունները պատշաճ կատարելուց։ Բայց իրականությունը նա է, որ պետական գաղտնիքը դա վերացական հասկացություն չի։ Կա գաղտնիքի մասին օրենք, այնտեղ հստակ սահմանված է, որ որևէ տեղեկություն պետական գաղտնիք լինելու համար ինչ փուլեր է անցնում։ Դա գաղտնագրվում է սկզբից, ուղարկվում է ազգային անվտանգության ծառայություն, օրենքով սահմանված ժամկետում հաշվառման է վերցնում, գրվում է գաղտնի, սահմանափակումներ է կիրառվում եւ ըստ գաղտնիության աստիճանի դասակարգվում է, որտեղ օրենքը ասում է գաղտնի, հույժ գաղտնի եւ հատուկ կարեւորության ինֆորմացիա, որոնք ունեն տարբեր պահպանման ժամկետներ 20, 30, 40։ Ընդամենը մենք պահանջում ենք այդ գաղտնագրումները, որտեղ առանց դրա որևէ տեղեկություն չի կարող համարվել պետական գաղտնիք։ Կարող է լինել տեղեկություն, որ առհասարակ պետական գաղտնիքի շարքին կարող է դասվել, բայց մինչև դա չի դասվում, չի դասակարգվում օրենքով սահմանված կարգով, դա չի կարող համարվել գաղտնիք։ Չկան այդ ամբողջ տեղեկատվություն, պարզապես չկա։ Հետևաբար մնացած այն հիմքեր եւ այլն, դրանք կանխավարկածային կարծրատիպային ձևակերպումներով տրվող լուծումներ են։ Այստեղ առանցքային է նաեւ, որ մեղադրանքը այն որ ասում եմ մասնագիտական արժանապատվությունս եմ դնում սեղանի, եթե մեկը կարող է գա ապացուցել, որ իրենք հիմնավորել են, որ այստեղ առհասարակ քրեական օրենսգրքի հետ կապ ունեցող վարույթ է։ Չկա, ուղղակի հիմա էս է իրականությունը։ Իսկ տեսակցությունների մասով չի բավարարել։ Ամենայն դեպս բանավոր հայտարարեց դատավորը, որ բժշկական սպասարկման մասն է միայն, տեսակցությունների մասով ոչ մի բան չի ասել։ Պիտի որոշումը կարդամ, հասկանամ ինչի մասն է։ Իսկ մենք հունիսի 20-ին իմացանք, որ Անդրանիկ Թևայանի ինքնասպասողությունը վատացել է։ Պարզվել թե ինչի չեն կարողացել շտապօգնություն կանչել։ Մինչև հիմա իմ դիմումներին պատասխան չի տրվել, կանչել են իրականում շտապօգնություն, ուղղակի չեն տեղափոխել, որտեղ տեղում զննություն են իրականացրել, ստաբիլիզացվել է իր կարգավիճակը, առողջականը։ Հետևաբար գտել են, որ տեղափոխելու այլ հիվանդանոց կարիք չկա։ Շնորհակալ